Ես բաց խոսեմ ձեզ հետ։ Ես չեմ աշխատիր դիմադիր իր մոտ։ Ձնագնդի էֆեկտով պիտի փորձի ավելացնել դիտուժի եւ վերջում բոլորին փաստի առաջ կանգնեցնի, ասի որ տեսեք, առաջին հարցը ես տալիս եմ եկեղեցու։ Այո, խոսում եմ Արցախի մասին։ Եկեք ջարդենք էլի այդ բոլոր թեզերը։ Շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, շատ ինտենսիվ։ Մենք ունենք այդ ռեսուրսը կարողանալ ենք։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Դատելով ընդդիմության կեցվածքից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում չէ, որ 3 բարձրաստիճան հոգևորական կալանավորված են։ Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում չէ, որ մեծանուն բարեգործ եւ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորված է, կամ որ կա կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը, որը խստագույն ռեժիմի պայմաններում է կալանավայրում եւ կարելի է թվարկել այս շարքը։ Ընդդիմությունը իր արածով եւ հատկապես չարածով համարժեք է գործում այն իրականությանը, որում մենք հիմա ենք։ Ես կփորձեի հարցը դիտարկել ոչ թե մեղադրանքի սլաքի կամ հարացության ընդհանրապես ուղղելով այս կամ այն կողմին, առհասարակ, այլ կփորձեի խնդիրը դիտարկել հետևյալ համատեքստում, արդյոք միայն 3 սրբազաններն են կալանավորված, արդյոք միակ կին քաղբանտարկյալն է այսօր, թե ամբողջ Հայաստանում հայ ժողովուրդն գերեվարված։ Արդյոք միայն 3 սրբազաններին բանտախցում տեսնելն էր գործող վարչակարգի պարագլխի նպատակը, թե այն գործողությունները, որ ինքը կատարում է, այն չեմ վարանի ասել ֆաշիստական հռետորաբանությունը, որը կիրառում է ընդհանրապես հայ եկեղեցու սպասավորների եւ եկեղեցու հանդեպ օրինաչափ է թե ոչ կամ իրավաչափ է թե ոչ, այդ փորձեմ այսպես խնդիրը դիտարկել։ Տեսեք, խնդիրը ցանցեր ստեղծելու եւ այդ ցանցերը ճիշտ ժամանակին կիրառելու մեջ է, պատեհ առիթին, պատեհ ժամանակ։ Տարբեր պատարակների մասնակցելը, որ ես չեմ գործածում կեղծ պատարակ եզրույթը, որովհետեւ պատարակը կեղծ չի լինում։ Եթե պատարակ չէ, ուրեմն արդեն իսկ կեղծ է։ Տարբեր պատարակների մասնակցելը, տարբեր սրբազանների 20 սրբազան կա, այսօր էլ իջմիասում հավաքվել են, չէ, որ պիտի քննեն, քննարկեն, թե այս կամ այն հոգևորականը արդյոք պատշաճ պահվածքով կամ կեցվածքով է հանրության արժեվ եկեղեցականին բնորոշ կեցվածքով է հանդես գալիս, թե ոչ, դե Նիկոլ Փաշինյանը այդ 20 սրբազաններից կամաց Սարդոստայնն է հյուսում, հա, եւ 5-ին 6-ին արդեն կարողացել է կամաց ձեռք գցել ձնագնդի էֆեկտով պիտի փորձի ավելացնել դիտուժի եւ վերջում բոլորին փաստի առաջ կանգնեցնի, ասի որ տեսեք, ես չեմ միջամտում, եկեղեցին ներսից է պարակված, այսինքն հաջորդ նարատիվը դա է։ Ինչ է սա, եթե ոչ սրբապղծություն, ընդհանրապես եկեղեցու ինստիտուտի հանդեպ։ Եկեղեցին մենք շատ լավ գիտենք, ինքը հոգևոր ինստիտուտ է։ Եկեղեցին ունի նաև աշխարհիկ մարդկանց գործերը կառավարելու հարցում աշխարհիկ ներկայացուցիչներ, հոգևոր խորհրդում, եւ իր հարցերը ինքը ներսում պետք է լուծի, բայց ակնհայտ լաիկ պետության կամ լաիցիզմը դավանած կամ որտեղ կրոնը առանձնացված է պետությունից առհասարակ նման պետություններում ակտիվ միջամտություն, դեստրուկտիվ միջամտություն իշխանության կողմից եկեղեցու ներքին խնդիրներին, սա է ամբողջ խնդիրը։ Հիմա մենք սահմանադրորեն էլ արգելվում է։ Իհարկե, բոլոր առումներով, եւ նորմատիվ առումով, եւ բարոյական, եւ բարոյագիտական, եւ սահմանադրական։ Տեսեք, այստեղ խնդիրը ոչ թե ընդդիմությանն է, այլ առաջին հարցը ես տալիս եմ եկեղեցու։ Եկեղեցին տոլերանտ է, թե ոչ, համակերպվում է այս գաղափարին, թե ոչ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածն չի ուզում սրել, հավելյալ սրել վիճակը, իսկ ներողություն արտահայտության համար։ Հիմա այդ հոգևոր
խորհուրդը արդյոք պետք է հաղորդել մի վիճակի, որում մեր երկիրը է, որում մեր երկիրը գտնվում է։ Իրավիճակային լուծումների մասին է խոսքը։ Արցախ է կորցրել ինքնիշխան տարածքների զգալի մասը ռազմավարական նշանակության։ Ադրբեջանական օկուպացիայի տակ են, հոգևոր մթնոլորտը ընդհանրապես բացվել է, բարոյահոգեբանական մթնոլորտը զրո է, ազգի մարտունակությունը, պետության մարտունակությունը հավասարվել է զրոյի, եւ դու խոսում ես, որ հանկարծ չսերենք եւ այլն, իսկ եկեղեցին ինչ պետք է անի։ Ես ունեմ որոշ պատկերացումներ, թե ինչ կարող է անել։ Պարոն Գասպարյան, արդյոք չի ստեղծվում տպավորություն, որ հավաքական ընդդիմությունը, այդ թվում նաեւ դուք արդեն, իր անելիքները կամ այնինչ չի անում, այդ սլաքներն է ուղում դեպի եկեղեցուն։ Եվ շատ հաճախ եկեղեցուն պարզապես ուզում է վերագրել ընդդիմադիրի քող, ընդդիմության քող։ Տեսեք, եկեղեցին, ես հարցի մի քանի շերտը փորձեցի ընկալել, հասկանալ իհարկե, բայց փորձեմ ընդհանուր դիտարկել, հետո մասնավորեցնել ձեր ասածը։ Ընդդիմությունը քաղաքական գործընթացների գեներացնողը պետք է լինի հասարակ։ Հասկանալի հետպատերազմային Հայաստանում մի քանի տարբեր լուրջ փորձերից հետո թե ռեգիոնալ, թե աշխարհակաղակական, թե համաշխարհային գլոբալ առումով փոփոխությունների եւ կոնսենսուսի կայացման հետևանքով այս իշխանությունը շարունակեց պաշտոնավարել։ Այո, կա կոնսենսուս, որովհետեւ եթե մենք կորելացիան փորձում ենք կամ կապը փորձում ենք հասկանալ Հայաստանի կատարած ռազմաանվտանգային կենսական զիջումների եւ միջազգային լռության կամ կոնսենսուսի միջև ակնհայտ է դառնում այդ ամեն ինչը։ Ընդդիմության խնդիրը քաղաքական գործընթացների հակակշռելն է, նաև գործընթացներ գեներացնել եւ նյուզմեյքինգով զբաղվել։ Նյուզմեյքինգով ընդհանրապես զբաղվելու համար, որպեսզի դու չվերցնես իշխանության նարատիվը եւ օրակարգը ձևավորես, այդ իլիկը մանես, այլ քոնը ստեղծես, դու պիտի ունենաս 3 կարևոր պայման։ Առաջին, պիտի կարողանաս եւ հոգեբանորեն եւ մտավոր, գիտամտավոր առումով այնքան քաջություն ունենաս, որ ամբիցիաներդ կարողանաս բավարարել կամ սահմանափակել, հաշվի առնել նաեւ դաշտում մնացած խաղացողներին։ Երկրորդ, ռեսուրսներդ պիտի կարողանաս ճիշտ գույքագրել եւ ճիշտ գործածել ճիշտ բային, եւ երրորդ ամենակարևորը սպասել հարմար պահին։ Այնպես չէ, որ ցանկացած երկրում, ցանկացած ընդդիմություն կարող է որևէ բան փոխել, վերջը դու գործ ունես իշխանական կամ պետական մեքենայի հետ։ Պարոն Գասպարյան, բայց Հայաստանում ընդդիմությունը անում է երրորդը, սպասում է հարմար պահի։ Ես չէի ասի, որ միայն հարմար պահին է սպասում։ Գիտեք, հիմա ես բաց խոսեմ ձեզ հետ։ Երբ որ մենք գործ ունենք սատանայի հետ, մենք միմյանց մեղադրելու էջը շատ հաճախ պիտի փակենք։ Ինքս շատ լավ գիտեմ ընդդիմության ներսում ինչ խնդիրներ կան, ինչ հակասություններ կան։ Փողոցի գեներացիոնից սկսած, մինչև իմպիչմենտի գործընթաց, մինչև հավաքական պատասխանատվության խնդիր։ Հիմա դրա ժամանակը չէ, ես ձեզ հավատացնում եմ։ Գիտեք, մենք կարող ենք շատ վատ բնորոշումներ տալ այս կամ այն քաղաքական գործչի, պահելաձևի, չգիտեմ, կիրառած մեթոդների եւ այլն։ Բայց գլխավոր հարցը պետք է լինի մեր մտքում եւ թղթի վրա։ Արդյոք սա նպաստում է ընդհանուր գործի հաջողությանը, թե ոչ։ Մենք գործ ունենք սատանայական մեքենայի հետ։ Պարոն Գասպարյան, համաձայնեք, որ ամենակարևոր հարցը սա է, արդյոք ընդդիմությունը ուզում է հաջողել, արդյոք ունի ցանկություն իշխանափոխության, որովհետև եթե այդպիսի ցանկություն չունեցողներն են մասնակցում այս process-ին, դա որևէ հաջողություն չի տանելու։ Ես նաև դեմ եմ հավաքական ընդդիմություն ասացին։ Հավաքական ընդդիմություն անձի շուրջ, թե օրակարգի շուրջ։ Ինձ համար միշտ էլ եղել է առաջնային օրակարգը։ Տասնյակ եւ հարյուրավոր թե կազմակերպությունների, թե լիդերների, թե անձանց հետ, Ջենես Սարմոնյան վերջին 5 տարվա ընթացքում բոլորը եկել են։ Բոլորի հետ աշխատում ենք, զրուցում ենք եւ այլն, բայց մեր խնդիրը մեկն է, մենք համագործակցում ենք օրակարգի շուրջ, ոչ թե անձանց շուրջ։
Կա հիմա օրակարգ։ Ընդդիմության որակական ցածկի կամ որակական փոփոխության անհրաժեշտությունը առաջանում է, երբ ինքը անձի ֆետիշացումից տեղափոխվում է օրակարգային, ռազմավարական օրակարգային եւ մարտավարական տակտիկապես ճկուն քայլերի իրականացմանը։ Ո՞րն է այդ օրակարգը, պարոն Գասպարյան։ Օրակարգը մեկը պետք է լինի այս պահի դրությամբ իշխանազրկում։ Տեսեք, ես չեմ գործածում իշխանափոխություն։ Իշխանազրկում ես 20 թվականի նոյեմբերի 10-ից եմ ասել։ Այս իշխանությունը պիտի զրկվի։ Երբ որ գիտեք այդ օրակարգ սահմանելը գուցե մեկ հարցազրույցի շրջանում կամ շրջանակում թվահեշտ ասել, որ դա իշխանազրկում ենք։ Իրականում այդ բառի տակ Լիլիթ ջան մեխանիզմների, բարդ մեխանիզմների եւ սխեմաների մեծ ամբողջություն է։ Այսպես ասեմ, տեխնիկական մտածողության, ոչ միայն հումանիտար, այլ տեխնիկական մտածողության խնդիր է, որովհետեւ այդտեղ տասնյակ վերնագրեր, ենթավերնագրեր կարող եմ ասել, որ պետք է լրջորեն ուսումնասիրվի, որպես այդ օրակարգը հաջողության հասնի։ Տեսեք, ընդհանրապես մի ցիկլ ասեմ, մի շղթա, որը 5 օղակից է բաղկացած։ Խնդրի ձևակերպում, մեթոդաբանություն, ռեսուրսների հաշվարկ, պատասխանատվություն, հաշվետվողականություն։ Ես մնացած տասնյակ խնդիրների մասին չեմ ասում, ուղղակի խմբավորում եմ զուտ, որպես քաղաքագետ, եթե փորձում եմ մոդելավորել այդ ամբողջը, այս յուրաքանչյուր ենթավերնագրի տակ հազարդ ենթաշերտեր կան։ Հիմա մենք ասենք, որ մի քանի օրվա ընթացքում կամ մի քանի փորձից հետո ընդդիմությանը պետք է հաջողվի բոլորին հավաքել մեկ հարկի տակ, ուր մնաց անձնական շահերը, խմբական շահերը, կուսակցական շահերը, այդ շատ բարդ է մեխանիզմը միարժեք ասելու, որ մենք պիտի հասնենք հաջողության։ Ես շատ լավ հասկանում եմ, որ իհարկե կան կայացած ինստիտուտներ, կան ի վերջո նախագահներ, նախկին, որոնք իրենց կառավարման ժամանակահատվածում ստեղծել են ազդեցություն, ստեղծել են վաստակել են հեղինակություն, հարցի մյուս կողմն է, ով ինչպես է գնահատում մյուսի հնարավորությունները կամ հեղինակությունը, եւ բնականաբար մեդիա ռեսուրս, համակիրների ռեսուրս, երկու նախագահներն էլ երկրորդը եւ երրորդն էլ բազմիցս ասել են, որ հիմա այդ խնդրին չենք անդրադառնում, այսինքն նույնիսկ եթե մեդիան փորձում է վերաակտիվացնել այդ թեման, որի երկրորդն է, իսկ ով ասաց, որ երկրորդն ու երրորդ նախագահները պետք է միավորված գնան իրար հետ։ Գուցե այս փուլում պետք է այսպես վարվել։ Ես հստակ պատասխաններ չունեմ, հասկանում եմ, որ Facebook-ում երկրորդ կամ երրորդ նախագահի աջակիցները յուրաքանչյուր ունի իր կարծրատիպերը, իր պատկերացումները, մեկը մյուսին է մեղադրում եւ այլն, բայց իրապես գործընթացները գուցե այն տրամաբանության չեն ընթանում ինչպես համակիրներն են պատկերացնում եւ կա շատ ավելի խորքային այսպես process, որը պետք է այդպես իրականացվի։ Խնդիրը այստեղ ամբողջությամբ հետեւյալն է, որ եթե այդ մարդիկ, որոնք եղել են իշխանությունում եւ տիրապետում են որոշումների ընդունման գործընթացին, process-ներին են տիրապետում, մեխանիզմերին են տիրապետում, դերսից եւ դրսից եւ իրենք համարում են այդ միավորումը արհեստական, ինչ որ փուլում, նշանակում է, որ իրենք հաշվարկել են այդ ամբողջի վատ հետևանքների։ Հիմա հարց, արդյոք այդ տարբերակն է միակ ճիշտը։ Իսկ ով ասաց, որ միայն այդ տարբերակն է ճիշտը, գուցե այլընտրանքային մեկ այլ մոտեցում է հնարավոր իրականացնել։ Պարոն Գասպարյան, մենք միավորվելու հարցին կգանք, դա կարծում եմ ամենաառանցքայիններից է, հատկապես ընտրություններից առաջ։ Տեսեք, դուք ենթավերնագրերին անդրադարձաք, մի քանի կարևորագույն ենթավերնագիր նշեցիք եւ դրանց փաստորեն ի կատարածելու խոչընդոտներ իբրև նշեցիք ամբիցիաները, հավակնությունները եւ այլն։ Բայց եթե այդ ենթավերնագրերի գլխագիր սահմանվում է Հայաստան պետության գոյությունը եւ մարտահրավերներն էլ էգզիստենցիալ են, գոյաբանական են, ապա այդ ամբիցիաներն էլ, հավակնություններն էլ պիտի ստորադասվեն։ Եվ երբ որ մի քանի ենթավերնագիրը դուք կարևոր նշում, այս 7 տարին գոնե բավարար պիտի լիներ, եթե ոչ ամբողջը, գոնե 1-2-ը գետնի վրա հաջողելու եւ շոշափելի արդյունք ունենալու, այսինքն լոկալ, փոքրիկ, կարևոր հաղթանակներ։ Եվ նաեւ դուք ասում եք, որ հնարավոր է ջարդել այս իշխանության հիմնասյուները, այսինքն այն հիմնասյուները, որոնց վրա Նիկոլ Փաշինյանը կառուցել է իշխանությունը։ Գոնե 1-2 իշխանությունը, ընդդիմությունը չէր կարող այս տարիներին ջարդել։
Տեսեք, տիտուլար ընդդիմությունը կամ տիտղոսային ընդդիմությունը, եթե ընդունում է խաղի կանոնները եւ մտնում է խորհրդարան, ինքը խաղում է խաղի կանոններով։ Դուք չեք կարող ասել ես ընդունում եմ դիցուկ ընտրությունների արդյունքները, արդյունք մյուս կողմն է համանդրական դատարանի կբողոքարկեմ, չգիտեմ, ընթացակարգի ինչ կլինի եւ այլն, բարձր որ ում դատարան Նիկոլ Փաշինյանի դատարան դիմում ես, որպեսզի ինքը անվավեր ճանաչի իր իսկ հաստատած ապօրինի իշխանությունը, չի լինում այդպեսի բան, բայց եթե դու ընդունել ես խաղի կանոնները, ուրեմն դու խաղում ես այդ կանոններով։ Կանոնը ասում է, որ դու պիտի քաղաքական ցիվիլ քաղաքակիրթ պայքար կանես խորհրդարանում, գուցե փողոցում եւ այլն։ Ես առաջիններից էի, այսօրվա պես հիշում եմ 2021 թվականի փետրվարին, այն ժամանակ երբ աշխատում էի մեդիայում առաջիններ, որ համացակություն ունեցա ասելու, որ չպետք է այս խայծը կուլ տալ, պետք է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրության։ Հիմա շատ բան է փոխվել իհարկե անցած 5 տարվա ընթացքում դրանից եւ աշխարհը քեզ ասում է, որ մարգինալ կդառնաս, եթե դեմոկրատիա կոչվող խաղային շրջանակներում չգնաս այդ ամենը, որովհետեւ ինձ համար սկզբունքային հարց է առհասարակ եղել Նիկոլ Փաշինյանի հետ չգնալ ոչ պատերազմի, ոչ ընտրության, որովհետեւ երկուսում էլ մենք պարտվելու ենք բոլորս։ Անունը դիր ընդդիմադիր զանգված է, այսպես ասեմ։ Հիմա եթե դու մտել ես այդ խաղի մեջ, ուրեմն պիտի շարունակես այդ խաղը։ Կամ էլ պիտի ի սկզբանե ասել, որ այն առաջին իսկ նիստի ժամանակ, երբ այդ կռիվները սկսվեցին, միմյանց հայհոյանքը, ոչ պատշաճ պահվածքը, այսպես ասեմ, պիտի մանդատները տվար դներ եւ գեներացնել փողոցը ամբողջությամբ եւ դեռ քվեն տակեր, հա։ Քեզ հասցեագրված քվեն տակեր։ Չեղավ ինչ-ինչ հաշվարկներով հարցի մյուս կողմն է։ Հիմա ռետրոսպեկտիվ գնահատականներ տալը, կարծում եմ, այնքան էլ շնորհակալ գործ չի լինի, որովհետև մենք օրորի ավելի վատ աղետի եզրին ենք կանգնում։ Բայց դասեր փակելու համար լավ է։ Ես ենթադրում եմ, որ վստահ եմ։ Ես ընդդիմության տարբեր թևերի մեջ իմ ընկերները կան, իմ գաղափարակից ընկերները կան, որոնց հետ ես ճանապարհ եմ անցել եւ երբեք ինձ թույլ չեմ տվել հրապարակայնորեն անպատվել կամ պարսավանքի ու նազովքի սյանը գամել, հա, նրանց, որովհետեւ մենք իրար հետ ենք պայքարել, իրար հետ ենք պատնեշի վրա եղել, իրար հետ ենք ծեծի ենթարկվել, իրար հետ ենք բանտերով մանեկել եւ այլն, եւ գաղափարակիցներ ենք։ Մասնավոր զրույցներում քննադատում ենք միարժեք, քննարկում ենք միարժեք, բայց չպետք է ստեղծվի տպավորություն առհասարակ, որ ընդդիմությունը ոչ մի բան չի արել։ Ի վերջո համաձայնեք անցած 5 տարվա ընթացքում թե հայրենիքի փրկության շարժումը, թե երկրորդ շարժումը, թե սրբազան շարժումը, ովքեր արեցին։ Հենց այդ նույն մարդիկ եւ նույն մեր հայրենակիցները, ովքեր սկզբունքային մոտեցում ունեն այս իշխանության գոյության հարցում, ովքեր հստակ պատկերացումներ ունեն գալիք Հայաստանի իրենց տեսլականի հարցում, այսինքն մենք Մարսից մարդկանց չենք բերել։ Նույն մեր հայրենակիցներն են, նույն այդ ընդդիմադիր հատված, տեսեք մեխանիզմների հարցում մենք կարող ենք ունենալ լրջագույն հակասություններ, բայց տոտալ ասել, որ ընդդիմության ինստիտուտը պետք է արժեզրկել, ես ձեր ասածին չեմ անդրադառնում, ընդհանրապես խոսույթ եմ, հա, որ ընդդիմությունը ոչ մի բան չի անում, պետք է ընդդիմությունը փոխել, հետո իշխանություն եւ այլն, ես ձեզ հետ գրավ կգամ կամ գրազ կգամ, այսպես ասեմ։ Ինձ ցույց տվեք ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անհատականությունների, իրենցից ինչ-որ ասում են մենք ուժ ենք կամ սա ենք կամ դա ենք, մենք կհավաքենք։ Ինձ ցույց տվեք որևէ մեկին, որը կկարողանա մեկ կոչով 100 հոգի հավաքել իր հետևից եւ գնալ ռեալ գործողություններ։ Տեսեք, մենք մի բան է շաղակրատենք, մի բան է պաթոսախիղթի ելույթներ ունենանք, մի բան է լրջորեն քննադատենք, ինչը մեր իրավունքն է նաեւ, հա, որովհետեւ ընտրազանգվածը, որը գնում է քվեախուց, ընտրում է X-ին կամ Y-ին, ունի հստակ ակնկալիքներ, հստակ մոտեցումներ, ես դրան չեմ անդրադառնում, բայց այսպես բազմոցին նստած քննադատել եւ ասել, որ դե դուք էլ բան չեք, նույնն եք, սա հենց այդ Նիկոլ Փաշինյան կոչեցյալի նարատիվն է, որպես խայծ, որը մենք չպետք է կուլ տանք, որովհետեւ ընդդիմությունը ամենավատ գործելակերպով անգամ
ամենապատ։ Ինքը սկզբունքային դիրքորոշում ունի Հայաստան պետության լինել չլինելու հարցում։ Նվազագույնը երրորդ հանրապետության Պահպանում։ եթե չասեմ գերեզմանափորը չդարձնելու, հա, կամ չիրականացնելու։ Իրավիճակ է ստեղծվում, երբ բարձրաձայնում ես քննադատություն, որը մեծ հաշվով ձևավորվել է այն քաղաքացիների շրջանում, որոնք ձայն են տվել ընդդիմությանը։ Ընդդիմությունը դա ընկալի ոչ թե իբրև մեղադրանք, այլ ընկալի հայելի, որի մեջ պիտի նայի եւ տեսնի իր սխալները եւ աշխատի դրանց ուղղությամբ։ Իհարկե։ Որևէ դեպքում արչի ծառայություն մատուցել ընդդիմությանը, ոչ այդ ընդդիմությանն է լավ տեղ տանելու եւ ոչ էլ բոլոր նրանց, ովքեր ուզում են այդ ծառայությունը մատուցել։ Եվ գործընթացն է տապալելու մեծ հաշվով։ Հիմա ընտրությունների վերաբերյալ, պարոն Գասպարյան, տեսեք, երբ դուք հայտ ներկայացրիք քաղաքականությամբ, ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու, իդեպ ես նկատեցի, որ որոշ շրջանակների մոտ զարմանք հարուցեց դա, որովհետև իրենք համարում են, որ դուք արդեն քաղաքական process-ների մեջ եք։ Այդուհանդերձ, այսպիսի կարգախոսով, այսպես ասենք, մուտք գործեցիք քաղաքականություն, խոսքից գործի։ Հիմա գործը ոնց է դրսևորվելու։ Մասնակցելու եք ընտրություններին։ Տեսեք, այո, ես իմ անցած ճանապարհն էլ հաշվի առնելով երբևէ քաղաքական գործընթացներից դուրս չեմ եղել։ Հարցի մյուս կողմն է, որ փուլում որքան եմ էկրանին մոտ եղել, հա։ Բայց այդ որոշումը կայացնելիս շատ ավելի լուրջ վերանայումների փուլով եմ անցել։ Ինչու որտեղ քիչ առաջ նշեցի, սրանց այդ ընտրության գնալը համազոր է ինքնաոչնչացման, պարտության։ Բայց հաշվի առնելով անցած 4-5 տարվա դառը փորձը նաև, որից շատ բան սովորեցինք։ Ես անձամբ իմ մասին եմ խոսում։ Իմ քաղաքական գիտելիքը, փորձը հարստացավ եւ այլն, մարդկանց ավելի շատ ճանաչեցինք process-ի մեջ, գործընթացի մեջ ես ճանաչում մարդուն ոչ թե կենացներով կամ պաթոսախեղդի ելույթներով։ Դու ինքդ հասկանում ես, որ որքան էլ հեղինակությունը բարձր լինի, պայմանական մասում, մարդիկ սիրում են գործընթաց, ռեալ գործընթաց, բայց շոշափելի արդյունավետությամբ։ Եթե այդ արդյունավետությունը շոշափելի չլինի, քեզ չթվա, որ դու կկարողանաս Facebook-յան լայքերով կամ չգիտեմ դիտումներով իրական գործընթացների վրա ազդեցություն ունենաս։ Շատերը կան դաշտում, որոնց թվում է, որ եթե իրենց վիդեոն դիցուկ 20,000 մարդ է նայում, ուրեմն ինքը ունի բավական մեծ հեղինակություն, մոլորության մեջ են պարզապես, եւ իրենց թվում է, որ կկարողանան 20,000 մարդ գեներացնել փողոցում։ Այստեղից է, որ այդ կապը տալիս են նաեւ ընդդիմադիր շրջանակների եւ անհատների, անհատականությունների նոր ուժերի, որոնց խրախուսման ես կողմնակից եմ, որովհետեւ կարծում եմ ընդդիմության վերաբերյալ կարծրատիպերը կոտրելու լավագույն տարբերակը ոչ թե այդ ընդդիմությանը թոշակի ուղարկելն, այլ իրենց փորձից օգտվելու երկիրը զարգացնելու համար, բայց զուգահեռ ընդդիմադիր, առաջադեմ, ավելի պրոգրեսիվ հայացքներով, պայծառ եւ Հայաստանի գալիքին հավատացող եւ ազգային տեսլական ու նպատակներ ունեցող տղաների ու աղջիկների, երիտասարդների պատրաստումներ եւ ասպարեզ տրամադրելը։ Սա միարժեք չի քննարկվում։ Բայց խնդիրը հենց այն է, որ ոչ թե պետք է մերժել այն ամենի, ինչ որ դու նվազագույնը վերջին 5-6 տարվա ընթացքում ստացել ես, դեֆորմացված է հիմա մի քիչ խնդիրներով եւ այլն, այլ փորձը ճիշտ գործածելով կարողանաս նպաստել քո երկրի առաջընթացին։ Հիմա տեսեք, ես իմ առջև խնդիր չեմ դրել դառնալ կամ Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատել ընդդիմադիր։ Ես չեմ աշխատի ընդդիմադիր իր մոտ։ Սա ինձ համար սկզբունքային հարց է, որովհետև առհասարակ ես գոյություն չեմ ընդունում։ Մասնակցում եմ process-ին, որովհետև խաղի կանոնն է այդպեսին։ Այսինքն, եթե խորհրդարան անցնեք, բայց իշխանությունը մնա Նիկոլ Փաշինյանի, ոչ մի բանի մասին չեմ խոսում։ Ես ամեն ինչ անելու եմ իմ ընկերների, իմ հնարավորությունների սահմաններում, որպեսզի սա չվերընտրվի։ Դեպ խնդիրը Լիլիթ ջան, իմ խնդիրը չէ, Լիլիթ Հարությունյանի խնդիրը չէ, խնդիրը Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյութենական հարցը։ Ադրբեջանա-թուրքական 4-րդ հանրապետության ստրուկները կլինենք, կամ կկարողանանք այս երկիրը մեր հայրենիքի արևելյան փորոքը քիչ թե շատ պահել, կամ կունենալ 0-ից վերականգնել, որտեղ մենք հիմա մինուսում ենք, հա։ Մենք մինուս մակարդակի վրա ենք, մենք նույնիսկ 0 չենք։ Այսինքն ես չեմ հավակնում դառնալ
պատգամավոր, ինչ եթե ինձ պիտի ասեն, հա, գիտեք ինչ, քաղաքականության մեջ այսպես եւ այլն։ Պիտի լինի ամբողջական իշխանափոխություն, հավաքական առաջնորդությամբ։ Սա այն բանաձևն է, որը Ջենեսիս Արմենիան տանում է վաղուց, որտեղ չկա այդտեղ մասնակի իշխանափոխություն։ Իշխանազրկումը պիտի լինի ամբողջական եւ սրանք պիտի ենթարկվեն պատասխանատվության։ Ես ոչ մի բանի մասին չեմ ուզում խոսել։ Լիլիթը վաղը կլինի շարքային, կլինի մայոր թե գեներալ, հարցի մյուս կողմն է։ Սա հենց այն օրակարգն է, Լիլիթ ջան, որի մասին խոսում եմ։ Մենք պիտի հավաքվենք օրակարգի շուրջ, ոչ թե որովհետև Լիլիթի աչքերը սիրուն, իրականում սիրուն են, կամ Աբրահամը ատմոսֆերը դնում, հա, մեզ դուր չի գալիս։ Դրա շուրջ պիտի չլինի։ Ամբիցիաների այդ կարգավորումը վահանակը մեր ձեռքը պիտի լինի ամենայն պատասխանատվությամբ հասկանալ, որ օրակարգը սրանց իշխանազրկելն է եւ վերջ։ Հիմա դուք տենդենսը տեսնում եք հորիզոնական հավասարությամբ միավորվելու ցանկության, ընդդիմության։ Հավասարություն երբեք չկա։ Եկեք խոսենք, հավասարությունը սահմանում է խաղի կանոնները թելադրողը։ Խաղի կանոնները թելադրելու համար դու պիտի ունենաս մարդկային, գիտամտավոր, կազմակերպչական, ֆինանսական, մեդիա եւ տասնյակ այլ ռեսուրսներ։ Մարդիկ մտնում են քաղաքական խաղի մեջ, ոչ թե ցավոք հեռանկարում ուրվագծելու, թե Հայաստան առաջիկա 20-25 տարվա ընթացքում ինչ տեսք է ունենալու։ Տարածքային ամբողջություն կոչեցյալը, ինքնիշխանություն կոչեցյալը, այդ սկզբունքները, որքանով են շոշափել, որքան են շոշափելի։ Ես բազմից այդ հարցը քննարկում եմ եւ ցանկանում եմ, որ մեր լսարանը ընդհանրապես լսի այդ տարբերակի մասին։ Արդյոք Հայաստանի 4-րդ հանրապետություն կոչեցյալի դեպքում, եթե առաջին հոդվածը, որը ամփոփող է Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան եւ մնացածը, հա, ժողովրդավարական սոցիալական իրավական պետությունը, քո ինքնիշխանությունը ինչ ես հասկանում, արդյոք 29800 փոխարեն կարող լինել օրինակ դիցուք 10000 քառակուսի կիլոմետր եւ դու քեզ համար ես ինքնիշխան։ Այս սրանք էական հարցեր են, որոնց պատասխանները մենք պիտի պարզ խոսենք մեր հայրենակիցների հետ։ Հիմա եթե քաղաքական որոշ ուժեր կլինեն նոր հայտ ներկայացրած կամ հին, եթե այս խնդիրների վերաբերյալ հստակ դիրքորոշումներ չեն հայտնելու, մնացած ամեն ինչը ծառայելու է Նիկոլ։ Տեսեք, 3 կարևոր սկզբունքային խնդիր կա, որոնց վերաբերյալ ֆունդամենտալ, հա, այսպես ասեմ, որոնց վերաբերյալ քաղաքական ուժերը պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել առանց բառեր ծամծմելու։ Մենք ոչ իրար վրա պիտի խնդանք։ Ոչ բառեր պիտի ծամծմենք։ Բաց խոսում են արդեն բոլորը, չէ՞։ Ուկրաինան մեզ օրինակ։ Հավանաբար կանդրադառնանք այսօր մեր զրույցում։ Առաջին, Հայաստանի անվտանգություն եւ արտաքին քաղաքական օրիենտացիա։ Դու ոչ թե խնդիրը դրվում ռուսամետ ես, արևմտամետ ես եւ այլն։ Դու հայակենտրոն Հայաստանամետ ես, թե ոչ։ Սա ասում եմ այն սկզբունքները նաև 4 սկզբունքներ ենք դրել, որպես Ջենեսիս Արմենիա, որոնց շուրջ էլ բնականաբար մենք բանակցում ենք մեր գաղափարակից ընկերների հետ եւ այդ կմախքի շուրջ մկանները հավաքում ենք, հա։ Երկրորդ քաղաքակրթական գործոն հայկական ինքնություն, հայկական արժեքային համակարգ, ազգային արժեքարկ, այսպես ասեմ, դրանց վերաբերյալ, որի մեջ մտնում է նաև Սփյուռքը, Սփյուռքի վերաբերյալ հարաբերությունների մոդելավորում, ինչ մոդելով եք պատկերացնում, եւ Արցախ բնականաբար որպես ազգային ինքնության անկախտելի բաղկացուցիչ մաս եւ պահանջելու ենք բոլոր կուսակցություններից հստակ դիրքորոշում հայտնել Արցախ հավաքական վերադարձի հարցում, որպեսզի հանրությունը իմանա ով է կեղծ, ով իրական։ Փաստորեն դուք չեք խուսափում Արցախի մասին խոսելուց։ Շատ ներողություն, ոչ եթերային բառս համար։ Արցախի մասին խոսելը շանտաղություն է։ Ով է խուսափում խոսել։ Նույն ընդդիմադիրները, որովհետև հաջորդ հարցը հնչում է, իսկ դուք պատրաստ եք Արցախի համար պատերազմի կամ ինչի եք պատրաստ հանուն Արցախի։ Գիտեք, ես հանուն Արցախի ամեն ինչի եմ պատրաստ եւ ինչ դրանից ինչ փոխվեց։ Իսկ ես շատ լավ հասկանում իհարկե ագիտպրոպի դիլետանտ մակարդակը, երբ փորձում են ցանկացած ընդդիմադիր գործի հետ զրույցը տեղափոխել անպայման պատերազմի դաշտ, որովհետև դիլեման կամ խաղաղությունն է, որը այսպես կոչված
ներկայացնում է այս իշխանությունը կամ պատերազմը, որը ներկայացնում է ընդդիմադիրը, այնինչ իրականում հակառակն է, ընդդիմությունն է, որ իրական խաղաղության ջատագովն է եւ այս իշխանությունն է իր չհաշվարկված, գուցե հաշվարկված միտումնավոր քայլերով մեզ տանում պատերազմի։ Բայց տեսեք, այստեղ խնդիրը այդ դիլետանտները չեն, Ագիտ Տրոպի, որոնք մեր հարկերով են շարունակում համեկից մինչև չասեմ մնացած լրատվամիջոցներ բազմած։ Այնքան անմակարդակ են եւ գիտամտավոր առումով գաճաճ, որ իրենք չեն հասկանում, որ նվաստացված խաղաղության, անարժանապատիվ խաղաղության այլընտրանքը պատերազմը չէ, ինչ որ ընդդիմությունն է ասում, հա, կամ մենք ենք ասում, կամ ճիշտ այնպես այսօր որպես հիշում եմ, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետ նոյեմբերի 9 փաստաթղթի մասին ով է խոսում։ Գուցե վաղ միշտ նորից վերակենդանացվի, այդ ամբողջը հարցի մյուս կողմն է դա, որովհետև մեծ գեոպոլիտիկ խաղի մասին է խոսքը։ Բայց այդուհանդերձ, դուք ինչ եք կարծում, այսինքն կողմեք, որ ռուսական զորքերը իրենք հսկեն, հա, այդ միջանցքական չկինը, որ խնդիրը ընդհանրապես դրան էլ չի վերաբերվում։ Հա, ուրեմն եթե դուք Արցախ հավաքական վերադարձի մասին խոսում եք, ուրեմն անպայման պատերազմ եք ուզում։ Ոչ, պատերազմ չենք ուզում։ Մենք ունենք ամենայն դեպս 2022 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի հայաթափման process-ի մեկնարկից հետո առաջին քայլերից մեկը, որ Ջենես Արմենյան արեց, աշխատելով նաև աշխարհի տարբեր անկյուններում եւ հայ եւ օտարազգի միջազգային իրավունքի մասնագետների, կոնֆլիկտաբանների հետ, նաև մեր ռեսուրսը հաշվի առնելով Արցախ հավաքական վերադարձի ռազմավարություն եւ մարտավարական քայլերը։ Չենք ասում, որ մենք ճշմարտության վերին բաստիոնն ենք, բայց մենք մեր հնարավորությունների սահմաններով համեմատական կոնֆլիկտոլոգիայից ընդհանրապես դասեր քաղելով եւ լրջորեն գիտական մակարդակով ուսումնասիրելով միջազգային փորձը, մենք գրել ենք այն քայլերը, որ մենք համարում ենք ճիշտ, նվազագույնը այս փուլում, նվազագույնը տեսեք, որպեսզի այո, խոսում եմ Արցախի մասին եւ խոսելու ենք Արցախի մասին եւ Արցախի հարցը Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության, արտաքին քաղաքականության կարևորագույն թեզերից եւ խնդիրներից մեկն է լինելու ու ոչ ոք թող չխուսափի դրանից, որովհետեւ այն ժողովուրդը, որն արհամարում է սեփական արժանապատվությունը, ինքնասիրությունը, այո, ինքը իրավունք չունի ապրելու։ Ինքը թող ապրի, այո, տեսեք, այդ նարատիվը ջարդելը, Արցախը վերացնելը լեգիտիմացնում է, ապրիորի լեգիտիմացնում է այսպես կոչված չորրորդ հանրապետությունը, որը ադրբեջանա-թուրքական պրոյեկտ է։ Եթե թույլ կտաք, ես մի մեջբերում անեմ Ջենեսիս Արմենիայի հրապարակումներից մեկից, Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է պայմանավորվեն չպատերազմելու հարցում, բայց կարևոր է պայքարել արդարության ձևավորման համար։ Հիմա երկրորդ մասը արդարության ձևավորման պայքար միանգամից հակասում է առաջինին, որովհետև համարում են, որ երբ ասվում է արդարության համար պայքար, դա արդեն ռևանշիզմ է։ Թե Ադրբեջանն է այդպես համարում, եւ թե Հայաստանի գործող իշխանությունը։ Եվ երբ պարոն Գասպարյան ասվում է արդարության համար պայքար, շատ կարևոր է նաեւ այս հարցին անդրադառնալ։ Արդյոք այդ օրակարգը, որի մասին դուք խոսում եք, կստանա աշխարհաքաղաքական աջակցություն, որովհետեւ այնպես չէ, որ միայն Ադրբեջանի ուզելով կամ չուզելով է պատերազմ կամ չպատերազմը, մենք շատ լավ հասկանում ենք, որ դա նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակով է պայմանավորված։ Հարց շատ խորքային է, շնորհակալություն, շատ պրոֆեսիոնալ է եւ շնորհակալություն, որ հետեւողական եք ընդհանրապես։ Ինքս որևէ ավելորդ բառ երբևէ չեմ գրում, դուք հավանաբար գիտեք։ Յուրաքանչյուր նախադասություն, որ գրում եմ եւ խորքային եւ իմաստային առումով, փորձում եմ առավելագույնս գրել այնպես, որ հակադրությունները քիչ լինեն։ Եվ թույլ տվեք ասել, որ ոչ, առաջին եւ երկրորդ մասերի միջև հակասություն չկա, հակառակը մենք դրանով աշխարհն ասում է, որ մենք պատերազմի կողմնակից չենք։ Մենք չենք ուզում պատերազմ, առհասարակ քաղաքականապես հասուն որևէ հայ, որևէ մարդ, բանական մարդ պատերազմ չի ուզում, Լիլիթ ջան։ Այս իշխանության այդ կեղծ
թեզերի շարունակությունն է, որ ընդդիմությունը պատերազմ է ուզում, որովհետև Նիկոլ Փաշինյանը երկու պոստուլատ ունի, որոնց վրա հենվելով ինքը այս բանը կառուցել է, եւ ինչ մասը վաղուց ասել եմ, այդ երկաթե մուրճը փոխպատե մուրճով պիտի փոխարինի եւ այլն, կոռուպցիա առհասարակ եւ խաղաղության թուղթ, էությունը չեմ քննարկում, ոտից գլուխ թաթախված են կոռուպցիայի մեջ, ոտից գլուխ եւ խաղաղության խտարետ որևէ աղերս չունի, այն ամբողջ process-ը ինչ որ սրանք անում են, որևէ աղերս չունի։ Տեսեք, մենք պատերազմ չենք ուզում, բայց եւ ուզում ենք արդարության վերականգնում։ Իսկ այս նարատիվից դուրս Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ղեկավարների երբևէ որևէ բան խոսել ենք։ Ադրբեջանը ասել է, չէ՞, արդարություն եմ ուզում։ Ասել է։ Հայաստանը ասել է մշտապես արդարություն եմ ուզում։ Բայց սուբյեկտիվ են այդ արդարության Դե ընկալումները։ եկեք հասկանանք, դուք ինչ եք հասկանում արդարություն ասելով։ Արցախ հավաքական վերադարձի ռազմավարությունը արդար է թե ոչ։ Ինձ համար այո, արդար է։ Միջազգային իրավունքի տեսանկյունից էլ է արդար։ Այստեղից գալիս է ձեր հարցի երկրորդ մասը։ Կունենա Հայաստանը աշխարհաքաղաքական աջակցություն կամ ընդհանրապես հայությունը աշխարհաքաղաքական աջակցություն այս խնդիրը իրականացնելու համար։ Իսկ Հայաստանը ինչպես ուներ մինչև 2018-19 թվականը աշխարհաքաղաքական աջակցություն, այդ թվում Եվրամիության կողմից Արևելյան գործընկերության շրջանակում 2017 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված փաստաթղթով, որով սև սպիտակի վրա ամրագրվում էր, որ տարածաշրջանում կոնֆլիկտների կարգավորման հարցում Եվրամիությունը հղում կատարելով բնականաբար ԵԱՀԿ Մինսկյան եռանախագահությանը, որի բանակցային փաստաթղթերը կառուցվել են ընդհանրապես Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 սկզբունքներից հայտնի 3-ի հիման վրա։ Ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջության ճանաչում եւ ազգերի իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունք։ Այդ ինչպես եղավ, որ 30 տարի աշխարհաքաղաքական աջակցություն ցուցաբերելով ամբողջ աշխարհը, թեկուզ Մինսկյան եռանախագահության մանդատով, չէր ասում Հայաստանն ագրեսոր եւ չէր լեգիտիմ ասում ադրբեջանական պատերազմները ընդդեմ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության։ Այդ ո՞նց եղավ։ Դա գալիս է պաշտոնական Երևանից։ Պաշտոնական Երևանը իր արտաքին քաղաքական դոկտրինը, որը չունի, իսկ մենք առաջարկելու ենք եւ ունենք մենք։ Հայաստանի Հանրապետություն պիտի ունենա արտաքին քաղաքական դոկտրին, ինչպես նորմալ պետություն։ Պիտի սև սպիտակի վրա նշվի, որոնք են քո արտաքին քաղաքական սկզբունքները, նպատակները, առաջնահերթությունները, միջոցները, քո հարաբերությունների կարգավորման ձևերը քո հարևան պետությունների հետ։ Իսկ ով ասաց, որ մենք դեմ ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների հաստատմանը։ Եկեք ջարդենք էլի այդ բոլոր թեզերը։ Իսկ ով ասաց, որ մենք աշխարհին պատերազմ ենք հայտարարում։ Իսկ ով ասաց, որ մենք Մարութասարից թուրը ձեռներս վերցրած կամ Մաուզերը ձեռներս վերցրած պիտի բոլոր։ Չկա այդպիսի բան։ Սրանք ստում են։ Արարատի խնդիրն եք ուզում ասել հաջորդը, ես շատ լավ հասկանում եմ ձեր միտքը։ Ես ասել եմ, ասում եմ եւ շարունակում եմ ասել։ Հայաստան աշխարհի թե հոգեվոր, թե բարոյական, թե ֆիզիկական, ամենաբարձր գագաթը Արարատն է հիմա, ուզում ես դիեզերք թռի, ուզում ես իջի ցած, դրանց ոչինչ չի փոխվելու։ Նույն տրամաբանությամբ էլ հայտնի բանը կա, չէ, խորհրդային շրջանի, որ դուք էլ կիսալուսինը հանեք, որովհետև դա մարդկության սեփականություն է, կամ հիմա ինչ-որ մի քանի էժանագին այսպես կոչված մտավորական, ոչ փափուկ ռեյով, ինչ-որ հայտնվել են, ասում են ճիշտը կլինի, չգիտեմ, Արարատը հանելը կամ դա այս էժանություններին մենք տուրք չպետք է տանք եւ ասենք, այո, աշխարհին ասենք։ Իմ մեսիջը սրանց չէ։ Սրանց ինչ պիտի ասեմ ես։ Օրինակ Նիկոլ Փաշինյան ընդքո եւ մնացածը։ Ինչ պիտի ասեմ ես ինձ կամ ինչ բանավեճ մասնակցեմ իրենց հետ։ Հանրությանը եւ աշխարհին։ Ես հանրությանը ասում եմ, քո ազգային արժանապատվությունը վերականգնելու համար դու պիտի կամք ունենաս եւ ուժ ունենաս, մատդ պիտի դնես վերքի վրա, այո, այնպես չէ որ որևէ մեկս կատարյալ ենք
որևէ մեկս անթերի ենք, մենք էլ ունենք մեր սխալները, մեր թերությունները, բայց մենք ունենք ազգային նպատակ։ Բայց ուզում են հեշտ ապրեն մարդիկ, պարոն Գասպարյան։ Միայն Հայաստանում չէ։ Դե իհարկե, ամբողջ աշխարհում են ուզում հեշտ ապրել։ Ասում բնականաբար։ Ընդդիմության դուք որ քիչ առաջ հաղորդման սկզբում խոսում էինք ընդդիմության մասին, ընդդիմության վիճակը ծանր է ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Ֆրանսիական ընդդիմության վիճակն է ծանր, Գերմանիայում ընդդիմության, Միացյալ Նահանգներում բոլորի, ինչու որովհետև կոմֆորտ զոնայից դուրս գալ շատ դժվար բան է մարդկանց համար։ Սովորեցրել են մեզ հանգիստ կյանք, սպառողականություն, սպառողական մտածողություն, սպառողական հոգեբանություն, ընդհանրապես, եւ ինչու է այդ ամբողջը արվում, որպեսզի դու ոտքիդ վրա չկանգնես, դու չզգաս, որ դու շոկի մեջ ես։ Այնինչ այս իշխանությունը անում է, ստեղծելով տարբեր խնդիրներ եւ մարդկանց ուշադրությունը շեղելով մեդիա մանիպուլյացիայի, մեդիա տեխնոլոգիայի ամենատարրական բաներն են, որ ասենք 100 տարի առաջ գիտեինք այդ ամբողջը։ Այն ինչ որ հիմա կատարվում է, նույն մեթոդները կիրառվել են կոնֆլիկտային բոլոր երկրներում, Սիրիա, Լիբանան, Իրաք, որն է կոզում Բալկանյան երկրներ, Բալթյան երկրներ, Ուկրաինա, բոլոր տեղերում նույնն է կիրառվել։ Այնպես չէ, որ մենք աշխարհին մեսիջ պիտի տանք, հետեւյալը։ Մենք մեր արժանապատվությունը հարգող ենք, մենք մեր շահերը իմացող ենք, բայց այդ ձեր շահերը ոտնահարող չենք։ Բայց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը պիտի ընդհանրի հետևյալ, որ Հայաստան չի կարող պարտվել որևէ պատերազմում։ Սա լինելու է առաջին դոկտրինալ մոտեցումը, որը մենք պիտի ցուցաբերենք սրանց իշխանությունից զրկելուց հետո։ Բայց դա նշանակում է, սա էլ ասեմ ավարտեմ, դա նշանակում է, որ Հայաստանը չպիտի լինի այնպիսին, ինչպիսին այս իշխանության օրոք է, չպիտի լինի այն անձանցով, որով ինքը ներկայանում է աշխարհին։ Դու չես կարող ասել գիտես ինչ, լավ, ես եկա որպեսի պատերազմի միջոցով հարցը լուծեմ, թե պաշտոնապես հայտարարած չէ, այս ամբողջը կարող է անել առանց զոհերի, լկտիության եւ ցինիզմի մակարդակ է, մինչեւ սեփական ժողովրդին արհամարելու եւ ոտնակող անելու, ինքը չի կարող լինել գալիք Հայաստանի, հաջողված Հայաստանի, զարգացող Հայաստանի, ուրիշ մոդելով Հայաստանի իշխանության որևէ ռասկլադում չի կարող պարզապես լինել, որտեղ Հայաստան չի լինել։ Պարոն Գասպարյան, ցինիզմի յուրահատուկ դրսևորում է նաև Ուկրաինայում իշխանությունների կողմից այդ հայտնի սկանդալի մասին շատ խոսվեց, կոռուպցիոն սկանդալի, փողերի մսխում կոռուպցիոն դրսևորումներ, ընդ որում հատկանշականն է, որ հենց Զելենսկու մերձավոր շրջապատի մարդկանց մասին է խոսվում, հողում է արվում դեպի այդ մարդիկ, եւ նաև խոսվում է արդեն Թրամփի առաջարկած պլանի մասին, հա։ Հիմա ինչ է կատարվում Ուկրաինայում եւ այս հարցի կարևորագույն մասը նաև այն է, թե դա ինչպես կարող է ազդել մեր տարածաշրջանի եւ Հայաստանի հեռանկարների վրա, որովհետեւ այս ամբողջ ընթացքում եղել է այդ մեսիջը, որ եթե Ուկրաինայի հարցը որոշվի, թե կուզ մասնակի, այսինքն հրադադար լինի, Ռուսաստանի գործերը լավանան, ապա դա ունենալու է ուղիղ եւ անուղղակի հետևանք տարածաշրջանի վրա։ Փորձեմ շատ կարճ նկարագրել այն ինչ այսօր տեղի ունենում 2022 թվականի փետրվարի 24-ին Ջենես Արմենիայում հրավիրված քննարկման ժամանակ մենք խոսել ենք եւ ասել ենք, որ սա է լինելու վերջը։ Ինձ համար ամենայն դեպս այս տարվա մարտին այս 28 կետերը որ բացահայտվեցին 10-ի մասին նվազագույն ես հայտարարել եմ եւ իրականում շատ ավելի ծանր է վիճակը, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Կոռուպցիոն սկանդալներ, տեսեք, միայն ուկրաինացի պաշտոնյաները չեն։ Ես փակագծեր չբացեմ, բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ կոռուպցիոն բացահայտումները ամենավերջում մնալու են ուկրաինացի պաշտոնյաների վրա։ Պարտվող կողմը տանում է ամեն թուքումուր, Լիլիթ ջան, պատասխանատվություն։ Հիմա ես մի ուրիշ բան ասեմ։ Արդյոք այդ 28 կետերից մեկը կապիտուլյացիայի 28 կետերը, որը նշում է համաներում պիտի լինի բոլորին։ Արդյոք այդ պայմանը կամ այդ նախադասությունը փոխվել է թե ոչ։ Ինչ է նշանակում համաներում։ Համաներում նշանակում է, որ դիցուք ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ միջազգային հետախուզումները կամ սանկցիաները, որ կիրառվել են պիտի դուրս գան, նույնը վերաբերվում է ուկրաինացիներին, գերիների մասին չեմ խոսում, փոխանակում եւ այլն։ Իսկ
գուցե Դոնալդ Թրամփը հստակ վերջին 6 ամսվա ընթացքում, երբ բազմիցս ջղայնանում էր, բարկանում էր նույն Զելենսկու վրա, նույն պախարակում էր, նույն փորձում էր նվաստացնել Սպիտակ տանը հանդիպման ժամանակ իր փոխնախագահի միջոցով, գուցե ուզում էր ասել, որ այդ միլիարդավոր դոլարների օգնությունները, որ եկել են, ուր են գնացել եւ այդ հասարակները միան դուք չեք ուկրաինացի պաշտոնյաներ։ Գուցե Թրամփը Զելենսկու միջոցով եվրոպական այլ առաջնորդների էր մեսիջը հղում։ Ո՞րն է Եվրոպայի դիրքորոշումը այս հարցում։ Եվրոպան ամենամեծ տուժած, Ֆրանսիայից մինչև Գերմանիա, տեսեք, տնտեսական լուրջ խնդիրների ոչ միայն։ Դեռ չեմ խոսում այդ մեծ սկանդալների եւ այլնի մասին։ Նույն ֆրանսիական establishment-ը քաղաքական, որ լրջագույն խնդիրների առաջ է կանգնած եւ իր միակ փրկողակը միջուկային պետություն լինելն է, բացառապես քաղաքական ազդեցություն, ոչ թե հեղինակություն, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են։ Իդեպ, քանի չեմ մոռացել ասել, պատերազմը, այո, տակ հատվածը հակամարտության ռազմական գործողությունները իհարկե կդադարեն, խնդիրների մի ամբողջ կոմպլեքս է, Զելենսկին մնում է, չի մնում, անհետանում է, անհետացնում են, վերացնում են, հետքեր են վերացնում, որովհետև խոսքը միլիարդավոր դոլարների մասին է։ Ջան, եթե Զելենսկու վերջին ելույթը մենք լսենք, բառացի ինչ էր ասում, ընտրությունը ինքը ինչի միջև է կատարում, ասում է կամ կկորցնենք մեր արժանապատվությունը, կամ կկորցնենք դաշնակցի Միացյալ Նահանգներին, այսինքն ինքը կարճում է այն մեծ դոսիեներից, որոնք Թրամփը կամ ամերիկյան ադմինիստրացիան ցանկացած պահի կարող է բացել եւ իր հետևից դոմինոյի էֆեկտով այսպես քայլով գնալու է։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որոշակի վերապահումներով Եվրամիության երկրները համաձայնվելու են այդ 28 կետերին։ Գուցե ինչ որ արդեն փորձում են հակակշռել, վերափոխել, կետեր նվազեցնել։ Վերջին հաշվով Թրամփն ու Պուտինն են որոշել։ Իսկ եթե Թրամփը բերել է Ալյասկայից այդ պայմանները Ալյասկայի հանդիպումից, նշանակում է, որ դա որոշ վերախմբագրումներ կարող են լինել, դիցուք ոչ թե 400,000 պետք է լինի ուկրաինական բանակի թվակազմը, պետք է լինի 500,000, օրինակ եմ ասում, կամ որոշ տեսակի զինատեսակներ, օրինակ պետք է այստեղ տեղի ունենան, բայց ոչ մի անվտանգային լուրջ երաշխիքներ չեն լինելու, ոչ մի առավելագույնը, որը ենթադրում եմ, որ կարող է Միացյալ Նահանգները տրամադրել, դա Արևելյան Եվրոպայի իր գործընկերների վրա կամ ՆԱՏՕ-ի անդամների վրա ճնշելով լոգիստիկ հնարավորություններ ստեղծելն է Ուկրաինայի համար, ներդրումներ բերեն Ռուսաստանի սառեցրած փողերը հետ բերեն, մի փոքր այսպես ներդրում անեն եւ անվտանգային հետախուզական տվյալների փոխանակման մակարդակով գործակցություն, ոչ ավելի։ Ասում եք, ինչ կարող է լինել մեր տարածաշրջանի համար, մեր Հայաստանի համար, ինչ կարող է դա տալ։ Ռուս-ուկրաինական կամ արևմուտք Ռուսաստան պրոքսի պատերազմ Ուկրաինայում ինչ հանգուցալուծում է ստանալու 28 կետով կապիտուլյացիոն կետ կարող եք կարդալ, մեկնաբանել, հարց չկա, տողատակերը պետք է հասկանալ։ Միացյալ Նահանգները փաստորեն նախկին ադմինիստրացիայի ժամանակ, որ ամբողջությամբ թաթախված էր այս պատերազմի մեջ, եւ Թրամփը եկավ եւ դուրս բերեց Միացյալ Նահանգներին նրանից, այսինքն խմորի միջից մազի նման դուրս եկավ։ Այսպիսի արտահայտություն կա, անվտանգության ոչ մի երաշխիք, ռեալ, թրիփեք կառուցում, շատ լավ, հրաշալի է, մնում է երկկողմանի լինի բնականաբար և Հայաստանի իրավազորության ներքո, ինչպես իդեալական տարբերակը պատկերացնեք, ինչպես սրանք են ասում, ցանկացած պահի, հիշեք, Միացյալ Նահանգները իր ազգային անվտանգության կենսական շահերից ելնելով դուրս կգա այստեղից, իր ամբողջ պրոյեկտներն էլ կվաճառի տարածաշրջանում իր Հովանու ներքո գտնվող պետությանը, Թուրքիային։ Դե Սիրիա, Աֆղանստան օրինակը տեսել ենք։ Ինչ ցույց տվեք ամերիկյան որևէ գաղութացված երկիր, որտեղ Միացյալ Նահանգները մուտքի գործ է։ Սա այստեղ ոչ թե Ռուսաստանի Միացյալ Նահանգների գովք է կամ չգիտեմ ինչ է, մեծ հաշվով, որտեղ միջազգային հարաբերություններում կոնստրուկտիվիզմով չեն առաջնորդվում արդեն արժեքային կոմպոնենտով, բացառապես ռեալիզմի, նեոռեալիզմի, այսպես սկզբունքներն են, եւ նեոռեալիզմի խնդիրը պետության կենսական շահերի գերակայությունն է
America first Միացյալ Նահանգները նախապես միշտ Հատկապես Թրամփի օրոք։ Եվ իր կարգախոսները։ Այսինքն մարդը ինչ ասի, որ մենք հասկանանք, որ որևէ մեկի սեվաճկերի համար որևէ մեկը ոչ մի բան չանում։ Ուզում եք հարյուրավոր օրինակներով խոսեմ, տարբեր երկրներում։ Աֆղանստանում ինչ եղավ։ Թալիբաններին աջակցելուց սկսած դրանից հետո այդ վիճակը, հետ Սադամյան Իրաքում ինչ եղավ։ Սիրիայում ինչ վիճակ է, Լիբանանում 80-ականներին, որի երկիր է կուզեք, Լիբիայում ինչ վիճակ է, որտեղ Միացյալ Նահանգները զորակազմ է մտցրել կամ դաշնակիցների հովանու ներքո այդ խնդիրը, ինքը փորձել է բացառապես իրականացնել իր ազգային անվտանգության, տնտեսական եւ ռազմավարական շահերից բխող քայլեր, ծոցի արաբական երկրները ձեզ վառ օրինակ, Սաուդյան Արաբիա, Խաշոգջիի սպանությունը կհիշեք 10 թվականին, որ միջազգային սկանդալ, վերջերս Մոհամմադ բին Սալմանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգը սպիտակ տաններ եւ երբ լրագրողը հարց տվեց, ուղիղ հարց տվեց, որ բոլորը մեղադրում են ձեզ երկու բանի համար, սեպտեմբերի 11-ի կազմակերպման, ահաբեկչական ակտերի ոչ թե անձամբ ինքը, այլ Սաուդյան Արաբիան եւ Խաշոգջիի սպանությունը, այդտեղ մինչև Սալմանը կպատասխաներ շատ լավ իմանալով, որ այդպիսի հարցեր լինելու են, Թրամփը միջամտեց եւ փրկեց Բին Սալմանին, ոչ թե սեվաճկերի համար, որովհետեւ այդտեղ տրիլիոնների գործարքներ։ Այսինքն մենք այս ամբողջի վրա աչք փակենք, մենք ասենք, որ գիտեք ինչ, որևէ մեկը փրկիչ պիտի գա, կամ ռուսը պիտի գա մեզ փրկի, ոչ մեկն էլ չի գալու փրկի, բոլորն էլ հետապնդում են իրենց շահերը, կամ մենք մեզ ենք փրկելու եւ ավելի չխայտարակվենք, եւ կամ եթե հորիզոնական դիրքը, ինչպես այս իշխանությունը, թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրած կապիտուլյացիոն պայմանների տակ այսպես հորիզոնական դիրքը դուր է գալիս, ասված իրենց հետ, բայց մենք չենք թողնել։ Պարոն Գասպարյան, վերջին հարցը մենք չենք թողնելու վերաբերյալ մի հարց կար, որը դուք վարպետորեն շրջանցեցիք, խնդրում եմ շատ կարճ, ընտրություններին մասնակցելու որոշում ունեք, եթե այո, ում հետ եք պատրաստվում միավորվել։ Անուններ չեմ տա բնականաբար, դեռ ժամանակը չէ, որովհետև շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, շատ ինտենսիվ։ Այդ երկու հարցի վերաբերյալ ձեզ ընդամենը 1 րոպեի սահմաններում, եթե թույլ կտաք, ասեմ 4 կարևոր բաղադրիչ, որոնց շուրջ մենք բանակցում, այսինքն ինչպիսին պետք է լինեն մեր ընկերները, այդ թվում ես։ Ինքը պիտի լինի ազգային, ինքը պիտի լինի պետականամետ, ոչ իշխանության գրպանում, պետական մտածողություն ունեցող եւ ազգային պետականամետը գծիկով է իրար հետ։ Ինչպես Ջենեսի գաղափարախոսությունն ենք միշտ ասում, որի մեջ մտնում է Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերի պաշտպանությունը, դրանք անկախտելի են։ Ինքը պիտի լինի պրոգրեսիվ, առաջադեմ, առաջնայող, ինքը պիտի լինի տեխնոկրատ։ Ես կարծում եմ, որ այս 4 հատկանիշների շուրջ հայ ժողովուրդը ունի բավական պատրաստված խելացի ռեսուրս, որը կարելի է համախմբել հորիզոնական հավասարության սկզբունքով, ինչպես նշեցիք, եւ իրավացիորեն նկատեցիք, եւ այդ ամբողջին մենք տեմպ ենք տալու, թափ ենք տալու, չենք վհատվելու, չենք ընկրկելու երբեք ու երբեք, որովհետեւ ելի ասում, սա անձնական խնդիր չէ։ Ես ուզում եմ նվազագույնը տեսնել, թե իմ պետությունը առաջիկա 20-25 տարվա ընթացքում տեխնոլոգիական հեղափոխության այս աշխարհում ինչ տեղ ու դեր է զբաղեցնելու, ընդ որում նվազագույնը առաջատարի դիրքերով եւ ոչ թե որպես վերջին վագոն տարածաշրջանում որևէ պետության ֆորտպոստի կամ ռեզերվուարի կարգավիճակում։ Հայաստանի գալիք զարգացած տեխնոլոգիական դարին համահունչ տնտեսապես հզոր եւ անվտանգ առաջինը տեսլականը, այո, ես հնարավորում եմ հնարավոր հիմք ընդունելով Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայ տարրի, հայ կապիտալի ճիշտ կառավարմամբ, ազգային հարստության արդար բաշխմամբ եւ ճկունությամբ ի վերջո
մենք ունենք այդ ռեսուրսը կարողանալու ենք։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։